Հայոց արցախական կողմն աշխարհի պատմության ինքնավայել, ինքնօրինակ էջերն ունի, մելիքական տների ու հիշատակության արժանի շատ գործերի մասին, նաև անկումների, երազների սրսուր ու մարտակոչերի։ Միթե հնարավոր է մոռանալ առաջին զորահանդեսը, երբ ուղղաթիռից տարածվում էր հաղթանակած քաղաքը գրկող երգը եւ որին ձայնակցում էր խաղաղության պատրաստ մարդկանց երկիրը։ Ուրեմն արցախական աշխարհն իր երգերն ու այդ երգերի ժամանակներն ունի, երբ դրանք պարզապես ճախրում էին շարժման Աստծո օրերի մեջ, որպես հավատի սյուն, երբ անուն առ անուն լավագույն տղաները խմբեր էին կազմում ու հեռանում։ Երբ որ սկսվեց շարժումը, միտինգներում միշտ հնչում էր Ստեփանակերտի նվիրված իմ ամուսնու գրված երգը Ղարաբաղցին առաջինը կիմն է գրել, հետո Ալեքսեյ Հեքիմյանը, որ եկել էր Ղարաբաղ, լսել էր իմ կատարմամբ, ցանկացավ ինքն էլ գրի, ինքն էլ գրեց, բոլորովին տարբեր են, բայց երկուսն էլ հաջողված են։ Պատվել գիտե միշտ իր հուրին, գիտե գինը աղոհացի, միշտ հյուրասեր ու միշտ բարի, միշտ սրտաբաց Ղարաբաղցին, միշտ հյուրասեր ու միշտ բարի, միշտ սրտաբաց Ղարաբաղցին, ուր լինես իմ բարեկամ, դու նրա հետ ընկերացիր, լավ ընկերոջ համար անգամ, կյանքը կտա Ղարաբաղցին, լավ ընկերոջ համար անգամ, կյանքը կտա Ղարաբաղցին։ Այսինքն Կիմ Առաքելյանինը շատ ավելի ռոմանսատիպ է։ Այո, այո։ Իսկ այս մեկը ավելի ռիթմիկ է եւ ավելի հետաքրքիր։ Պոետական հիմների ու տեսիլքի ժամանակներն էին, Ղարաբաղցու ժամանակներն էին ու մարդու գովքեր։ Ինչ գովք, ապրելու բանաձև էր, կռվելու, միաբանվելու, հաղթելու, մեռնելու ու հառնելու հրավեր, շարժում էր, միացում էր ու երկրի գովքեր։ Ղարաբաղին, տունին, տեղին, սուրբ օջախիդ, պողին մատաղ, դու ցորենի արդ ու ամբար, քո հացաբույր հողին մատաղ։
ապրում էինք բանաստեղծական ամեն մի տողով։ Այսպես եղավ, մի կողմից Հրաչյա Բեգլարյանը ձայնեց, մի կողմից Գուրգեն Գաբրելյանն ու հորովելոտ օրեր բացվեցին այն երկրում, որտեղ աղջիկներն անգամ դասեր են տվել թագավորներին։ Բեմում Նայրուհի Ալավերդյանն էր, Արցախի երգի թագուհին։ Այս երգ կանչերը, աղոթք մրմունջները Նայրուհի Ալավերդյանը լսելի է դարձրել իր բոլոր վշտերից առաջ ու հետո, զավակի կորուստ։ Դառնաթախից օրերի միջոցին կորցրեց ամուսնուն երգահան Կիմ Առաքելյանին եւ այն ժամանակ, երբ անիմանալի կյանքը երրորդ հարվածը հասցրեց։ Վթար հաշմվեց Գեղանի Նայրուհու մարմինը, սակայն սրտում ապրեց երգը, որ Աստծո պարգև էր։ Վերջին տրագեդիայից հետո, երբ որ ես ուշքի եկա, 20 օր կոմի մեջ եմ եղել, սկսեցի երգել, ես երգում էի, ուզում էի մտածել, ձայնս մնացել է, հիշողությունս տեղն է, թե ոչ, եւ երգում էի այն երգերը, որ 2 տարեկանից եմ երգել։ Հետո վստահորեն մտածեցի, որ ես դեռ կապրեմ։ Ինձ իմ ժողովուրդը հերոս է անվանում, ես շատ շնորհակալ եմ իմ ժողովրդին։ Տիկին Նայրուհի, միշտ երբ այս լուսանկարին նայել եմ, մտածել եմ, որ Աստվածամայրն է երեխան գրքի։ Շատ հետաքրքիր, իսկապես օրհնյալ պահ է եւ մեծ շրջադարձ եղավ ձեր կյանքում։ Արփեն ջան, փաստորեն այդ երևույթը մեր կյանքը մորոքող երևույթ էր։ Աստուծո բարքերն էր։ Հավատում եմ էլի հրաշքներին։ Ոգևորեց մեզ Թամարիկը։ Բացառիկ կամքի ուժ եք ցուցաբերել։ Վախտորոշ կացություն էր, որովհետև այնքան եմ սիրվել ես իմ ժողովրդի կողմից։ Իմ այդ դաժան ծանր օրերին էլ, եթե չլիներ այդ սերը, ես չէի թոթափի այդ նեղությունները։ Իմ ժողովուրդը ինձ հետ է եղել։ Ես անչափ շնորհակալ եմ իմ ժողովրդին։ Տիկին Նայրուհի, գաղտնիք չէ, որ ձեր կյանքի դժվարագույն պահերին ձեր կողքին է եղել նաև Կարմիր խաչը։ Իհարկե դա երևույթ էր Անմոռաց մի բան։ Անմոռաց։ Ոչ մի հիվանդի 3 տարի 6 ամիս չեմ պահում հիվանդանոցում, բայց ինձ պահեցին, հետո օգնեցին ինձ հայթայթել հնարավորություններ, մեր 2 պրեզիդենտները, պարոն Քոչարյանը եւ պարոն Ղուկասյանը իմի բերեցին իմ այս ցանկությունը, բուժվելու ուղարկեցին Գերմանիայից, Heidelberg քաղաքը հետաքրքիր քաղաք էր, սքանչելի, շատ նման մեր Ղարաբաղին։ Կարմիր խաչում կազմակերպեցին հրաժեշտի խնջույք։ Եվ ավելին, որ այդ խնջույքի ժամանակ ինձ նվիրեցին ոսկե շղթա, որպես հուշ, որպես հուշ եւ որպես թալիսման։ Ես հպարտ եմ, որ կրում եմ այս խաչը, որը հետագայում ես ավելացրի այս շղթային, եւ սա իմ թալիսմանն է։ Ամեն տեղ ձեզ հետ է եւ ուժ է տալիս։ Եվ ուժ է տալիս։
Աստծուն շնորհակալ եմ անչափ ես։ Նայրուհի Ալավերդյան իր ամբողջ ներկայով եւ անցյալով դա կերպար է կանացիության։ Իր ապրած կյանքով ուրախ եւ հպարտ եմ, որ Նայրուհի Ալավերդյանի բարեկամն եմ Նայրուհի ջան ասելու իրավունքն ունեմ։ Խոնարհում եմ Նայրուհի Ալավերդյանի առաջ բոլորիս կողմից։ Ժողովրդական երգչուհին իր պարգևներից առանձնացնում է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եւ Խորհրդային Միության պատվոնշան շքանշանները։ Հպարտանում է, որ ժողովուրդը իրեն պարտավորեցրել է պատվավոր Ստեփանակերտցի Տիտոսով։ Հպարտանում է, որ գրեթե անցել է գերության մազե կամրջով, բայց հասել ու երգել է դավ ու ցավի ճիրաններում գոյատևող Գետաշենում, Էրքեջում, Շահումյանում, այսպես ասած դահլիճներ, որտեղ երգի հետ հորդում էր արցունքդ։ Երգում էր Նայրուհի Ալավերդյանը եւ երգը որպես արբեցումի ոսկե մշուշ ու անկշռելի ու շատ ծանր ամբողջական էր նստում սարին, քարին։ Նրա երգը կամրջում էր մեր բոլոր կողմերն ու մեր հիշողության պատերը, ինչպես եւ այն օրը։ Դեկտեմբերի 9, 2011 թվական դահլիճը մեկեն զսպանակվեց, կարծես մոգություն եղավ, երբ մեզանից մեկը կանգնեց ու Նայրուհի Ալավերդյանի հորովելոտ մորմոքն ալեկոծեց ներկաներին, դարեի դար փոխանցված մեղեդին պատեի պատ զարկվեց, հորիզոնից հորիզոն անցավ ու ժողովրդական դերասանուհի Ժենիա Ավետիսյանին մեծարող դահլիճը ձուլվեց երգին, ապա մեկ մարմին ու մեկ հոգի որպես սրտի մեջ առավ արցախյան հորովելն ու խոնարհվեց հողին։ Ղարաբաղում այն կարծիքը կար, երգի թևերով հոդվածում վկայակոչում է Հրաչյա Բեգլարյանը, որ Գուրգեն Գաբրիելյանի հորովելն իրենից բացի լավ երգող չկա, սակայն երբ այդ երգը հնչեց Նայրուհի Ալավերդյանի կատարմամբ, ինքը Գուրգենն էլ գլուխ խոնարհեց։ Իսկ բանաստեղծ Սամվել Գրիգորյանը, ով շատ ժլատ էր գնահատականների մեջ, իր հիացմունքն արտահայտեց մի բանաստեղծությամբ. «Կախարդեցիր ինձ քո հորովելով,
քո հորովելով դու հրաշք դարձար, ինքդ քո հրով հրավարվելով վերացար մեկեն ու աստվածացար։ Նայրուհի Ալավերդյանի բեմական շարունակվող ընթացքի ընդամենը մի դրվագն է վերոհիշյալը, իսկ տասնամյակների մեջ քանի անգամ է երգչուհին նախ ինքն իրեն, ապա լսողներին է ամուր պահել հնավանդ մեր հողում։ Շատերը գնացին արտասահման հասան, բայց ես չէի պատկերացնում մի օր էլ Մեկ օր առանց Արցախի։ Եվ երբ որ եկանք Փարիզում, այնտեղ էլ առաջարկություններ եղան, որ մնանք։ Այո։ Թեհրանում էլ առաջարկություններ եղան։ Գերմանիայում։ Այսինքն միշտ հնարավորություն ունեցել ենք, որ տեղափոխվենք, բայց երբևիցե այնքան խորն էր մեր արմատները։ Տարիներ առաջ, երբ որ առաջին համերգը Ստեփան Պողոսյանը հրավերքով տարավ ինձ Երևան, եւ առաջին ալիքը ներկայացրեց իմ մի ժամանոց համերգը։ Ստեփան Պողոսյանը հրավիրեց ինձ ամուսնուս, ասեց. «Կիմ ջան, քեզ հրավիրում եմ մեր Անգուլյանի ժողգործիկները, երկրորդ խմբավար, Նայրուհուն էլ մենակատար։ Եկեք 3 սենյականոց բնակարան եմ ձեզ նվիրում։ Բանալին այս րոպեին կարողա տամ»։ Ասացի, ես այնտեղ եմ հարկավոր, եթե դուք ուզում եք օգնեք ինձ, ստեղծեք հնարավորություն, որ ես ձայնագրվեմ Երևանում, եւ ինչքան միջոցառումներ կա, ես էլ կներկայացնեմ Արցախը, հրավիրեք։ Եվ ասեց եւ արեց։ 22-ն եմ մենակ մեր Անգուլյանի օրկեստրի ձայնագրությամբ։ Քանիսն են երգեր, նովելներ, խոհեր ու կտավներ ձոնել երգչուհուն, Գեղիրան Պարուհուն, Արցախի երգի թագուհուն։ Այսպես ահա շարժում ես գրիչդ եւ տողերը ծնվում են մեկեն։ Երբ լսում ես Նայրուհի Ալավերդյանի տիրապետող երգը, շաղախված արցախյան բնաբուխ բարբարով, Քաշած սերունցոյ, պատու էդում թուշետ է, ինչ լավ թայու թուշետ է, պատու էդում թուշեսկտել, ինչ լավ թայու թուշեսկտել, թուշեսկտել, ինչ լավ թայու թուշեսկտել, Ուշեսկտել, ինչ լավ թայու թուշեսկտել, հանցալ համարալինի, վլեշչիտին ծարավինի, թող կացերկու վլես մաչին, սերը հազար տարավինի, թող կացերկու վլես մաչին, սերը հազար տարավինի, ծարավինի, սերը հազար
Շատ հետաքրքիր է նաև շարունակում է գրողը Գուսան Աշոտի կարծիքը Նայրուհու կատարմամբ իր օջախում երգի մասին։ Ձայնային այդքան հարուստ ելևէջումներ այդ երգի ուրիշ ոչ մի կատարման մեջ չկա։ Գուսան Աշոտի երգերից ես շատ եմ կատարել։ Ղարաբաղ հյուրանոցում հյուրընկալվում էր։ Ես ու ամուսինս գնացինք հյուրանոց։ Ես ասացի, ես ուզում եմ այն գառնան երգը մտցնեմ ծրագրիս մեջ, բայց ուզում եմ, որ դուք ինձ սովորացնեք այդ երգը։ Ես չուզեցի ասել, որ այդ երգը գիտեմ էլի։ Ինքը սկսեց նվագել եւ ինձ տող արտող սովորացնում էր։ Երգը, որ արդեն պատրաստ էր, ասից մի հատ երգի տեսնեմ ոնց էս երգում։ Սիրո թասը գինով լեցուն, միշտ էլ լցված կմնա, սիրո ջահը իմ ձեռքումն է, միշտ էլ վառված կմնա։ Էս գլիսանդոն անելուց հետո կինը ինձ կանգնեցրեց, իր կինը ասեց, Նայրուհի ջան, ճիշտ չես երգում, ճիշտ չես երգում։ Ասացի, բա ոնց երգեմ, ասում եմ, սիրո ջահը իմ ձեռքումն է, միշտ էլ վառված կմնա։ Իմ գլիսանդոն նրան դուրը չեկավ։ Աշողն Գուսանը ասեց, տիկինս լրիր, Նայրուհին երգում է այնպես, ոնց որ ես եմ գրել։ Ես էլ շարունակեցի։ Սերը սուրբ է, առանց սիրո գգվող սրտերը չեն լինի, սերը կյանք է առանց սիրո, երկու երկեր չեն լինի։ Այսպես, հետաքրքիր միջադեպ էր, բայց շատ հարազատ, համոզիչ և հպարտանալու առիթ տվեց ինձ։ Եվ պատահական չի, որ Էդվարդ Բաղդասարյանն ասել է, դուք ժողովրդական երգը հարցնում եք կլասիկայի մակարդակի։
Սա շկոլա է, սա ուղղություն է։ Այո։ Այո, որը երկել չես կարող։ Ես երկար տարիներ ապրել եմ, եղել եմ Երգի բարի անսամբլի պետական Ղարաբաղի մենակատարուհին, ամուսինս երկար տարիներ եղել է իմ ղեկավարը եւ ուսուցիչը գլխավորապես, որովհետեւ ես երգում էի շատ པարս։ Նա ինձ միշտ ասում է՝ «Ձայն ունես երգի»։ Ես էլ ասում եմ՝ «Միչև կրթություն չստանամ, ես չզգամ, որ ես մասնագիտական կրթություն չստանամ, ես չեմ երգելու»։ Ճիշտ ուղին դա էր։ Ուսումնարանն ավարտեցի, երաժշտական ուսումնարանը, իմ կլասիկ բաժինը ավարտեցի։ Եվ դա անչափ կարևորում եմ, որովհետև պարարվեստի մեջ էլ երբ որ տրինաժ էինք սկսում, կլասիկայից էինք սկսում։ Ես զգում էի, որ կլասիկան կարևոր հարթակն է, որ ես միշտ իմ զգացմունքային առատությունը եւ տեխնիկական կատարելիությունը միաբանեցնեի, միասնական սարքեի, որ ես դառնայի կարգին երգչուհի, սիրված երգչուհի, գնահատվող երգչուհի, եւ ես այդքան էլ իմ կյանքում իրագործել եմ, իհարկե իմ ամուսնու օգնությամբ, որովհետեւ եթե նա չլիներ, չէր լինի իմ այդ ընդարձակ ռեպերտուարը, որովհետեւ ես երգում էի նախկին սովետական միության բոլոր ազգերի, բոլոր ժողովուրդների երգերը, որ ռեգիոն գնում էի, իրենց երգն էին, բայց ես ընտրում էի մենակ ժողովրդական երգեր, որովհետև ես միշտ գտնում եմ, որ ժողովրդական երգը քննադատության ենթակա չէ։ Երբ երգում է Նայրուհին, երգ է դառնում աշխարհը։ Նա ծնվել է երգի համար, վեհացնող, թևավոր երգի համար։ Կյանքը երգով է լցվում, երբ երգում է Նայրուհին։ Նման խոսքերով է բնութագրել Վարդան Հակոբյանը։ Մի մարդու համար էլ կարելի է երգել ամբողջ ռեպերտուարը։ Կամենում եմ ամեն մի խոսքը հասցնեմ լսողին։ Իմ ուշջուհին ասել էր, նախ եւ առաջ արտասանիր քո երգը, եւ ոնց որ արտասանում ես, այնց էլ երգիր։ Այն երգերը, որ կատարել եմ, իսկապես իմ ստեղծագործական կյանքի փորձաքարերն են եղել։ Հիշում եմ Ափ մհողը, սա ստեղծագործական հաղորդության մի ընթացք եղավ։ Շնորհակալ եմ Արա Գևորգյանին։ Նայրուհի Ալավերդյան, իմ կողմից շատ սիրելի, հրաշալի մի անձնավորություն, հոյակապ երգչուհի, ֆանտաստիկ մարդ։ Ինչքան լավ բառեր կա, որ կարելի ասել տիկին Նայրուհի Ալավերդյանի հասցեին, քիչ են, երևի չեն բավականացնի, որովհետև նույնիսկ նրա անունով կա, երկնքում կա նաև նրա անունով աստղ։ Սիրելի տիկին Նայրուհի, ես ձեզ շատ եմ սիրում եւ միշտ զարմացած եմ ձեր այդ եռանդով, որ դուք մինչև այսօր ոչ մի վարքյան չեք թողնում երգը եւ ես միշտ պատրաստ եմ ձեզ ծառայելու, միշտ պատրաստ եմ աշխատել ձեզ հետ, որովհետեւ դուք հայ երգը ներկայացնում եք հիանալի, փայլուն եւ շատ մեծ սիրով եւ շատ մեծ ոգով դուք ուսուցիչ եք։ Շատերը պիտի ձեզանից շատ բան սովորեն։
Ես ձեզ շատ եմ սիրում։ Վաղ տարիներին ինձ ոգևորողը հայրս էր Արցախյան գրողական ընտանիքում հետագիծը թողած ծնողներս էին Իսահակ Ալավերդյանը, Քնարիկ Սուլեյմանյանը։ Սկսվեց երկրորդ համաշխարհայինը։ Հայրը զորակոչվեց հունիսի 23-ին։ 25-ին ծնվեցի ես։ Մայրիկս սպասեց մինչև հայրս նամակ ուղարկեց, Արևելյան ֆրոնտ էին տարել, հայրս եւ Սերո Խանզադյանը մի տեղ էին։ Ուրեմն մայրս թաթս նկարեց, հետո գրեց Իսահակ աղջիկ ես ունեցել, ինչ դնենք անունը։ Սերո Նիկոլաևիչ ասեց. Իսահակ, Նաիրա կա, Նարինե կա, Նաիրի կա, Նարա կա։ Արի ուհին ավելացնենք, դրլինի Նայրուհի։ Եվ ես եղա ամբողջ հայ ազգի մեջ առաջին Նայրուհին։ Սերո Խանզադյանը հետո բազմիցս հիացավ ձեր երկով եւ հրաշալի խոսքեր ունի ձեր մասին։ Ահա, շատ հրաշալի։ Ինձ համեմատեց իր Մարի Լույսի հետ թակուհու։ Գիտեք, շարունակում է մտորել Նայրուհի Ալավերդյանը, Արցախում ծնվելը ճակատագիր է, վերադարձ էր հիշողության դաշտերին, որոնց հետ էլ սահման ու հայրենիք ենք պահում ձգողական մի ուժով, ցավ ու ցնորքով։ Մեր միսիան շատ ճիշտ էինք կատարում, որովհետև այդ շարժումը որ սկսվեց, ես 50 համերգով մեկնեցի ամուսնուս եւ իմ 12 տաղանդաշատ երաժիշտներ էին ինձ հետ աշխատում։ Մեզ հետ աշխատում էր առաջնեկը տղաս Վահրամ Արաքելյանը, հրաշալի մի երաժիշտ։ Շարժման առաջին փողահարն է եղել։ Մենք երբ նրան տեսանք հարթակում, պարզապես հպարտացանք։ Մեղեդին զենքից էլ այդ պահին զորեղ թվաց։ Դեր պատերազմը չսկսված մենք այդ 50 համերգը որ Հայաստանում էինք տալիս, ամեն համերգի վերջ վերերացվում միտինգի։ 17 օր ես Գյումրիում երգել եմ։ Նստացույցերի ժամանակ ա եղել այդ 17 համերգը։ Մենակ ինձ էին թույլ տվել, որ ես աշխատեմ։ Երբ որ Ֆրանսիայում էինք, Վալանսում մեզ հրավիրեցին ռադիո, ուղիղ եթեր էր։ Ամեն հարցից հետո ուրեմն հնչում էր իմ երգերից համապատասխան մի կտոր։ Հետո ես հարցազրույց ունեմ ես արտագրած։ Ասացի, բայց ես չեմ հասցրել իմ ձայնագրությունները ձեզ նվիրեմ։ Այդ որտեղից իմ ձայնագրությունները։ Դիկտորը ինձ ասեց, ձեր 80 ձայնագրությունը Մոսկվայից մենք գնել ենք ունենք։ Պարսկաստանում եղա էլի նույնն էր, գնացել էի տեսել իմ ձայնագրությունները վաճառքում կա։ Թեհրանում էլ այդ ժամանակ կանանց թույլ չէին տալիս բարձրանալ դերին։ Նրանք ներքին ձեռնակ անվանեցին Արարատ դահլիճում, հարկ ձեռնակ, ուրեմն 2 օր մի ժամվա ընթացքում դահլիճը բոլոր տոմսերը վաճառված էր։ Նայրուհի Ալավերդյանը հայ երգի հանրահռչակման ճանապարհին ծանրակշիռ ավանդ ունի։ Կտրել անցել է խորհրդային միություն ու խորքով ու լայնքով։ Նա արտասահմաններում, մասնավորապես հայ գաղթօջախներում, երկիր ու հայրենիք է արտնացրել լսողների ներսում։ Հայ երգը թևածում էր եւ ես հպարտ էի, որ ես հայ եմ։ 15 օր անընդմեջ ես Տաշկենտում երգել եմ։ Այդ համերգներին անպայման գալիս էին տարբեր ազգեր, Թամարա խանումներ ներկա, նվերներով բարձրանում էր բեմ, հուզիչ ելույթներ էր ունենում։ Ես մեծ նամակագրական կապ ունեմ նրա հետ, երևի իմ գրքում կտպագրվի այդ նամակները։ Թամարա խանումի կարծիքը Նայրուհի Ալավերդյանի արվեստի մասին։ Նայրուհի Ալավերդյանի կատարմամբ հնչում են երգեր, որոնք փառաբանում են Ղարաբաղն ու Հայաստանը։ Դրանք բացահայտում են Ղարաբաղի հայ ժողովրդի բնութագիրն ու ծանոթացնում նրա մշակույթին։ Նայրուհի Ալավերդյանի բնածին տաղանդը գերում է հանդիսատեսին։ Իր հզոր ու դուրեկան ձայնով նա թափանցում է մարդու սրտի խորքերը, բացահայտում հայ ժողովրդի երգի ու պարի գեղեցկությունը։ Ես անչափ սիրել եմ Օֆելիա Համբարձումյանին, նրա երգը լսելով եմ սկսել ժողովրդական երգեր երգել։ Ես օգտվել եմ նրա շկոլայից, հրաշալի շկոլայից եւ շնորհակալ եմ, որ նա եղել է կա մեր կյանքում։ Ամենուր տեսել եմ Յուրայինին, Մերձավորին, ջանացել եմ ճանաչել հավաքական հային եւ սրբազնորեն պահել այն կառույցը, որը կոչվում է նորին մեծություն երգ, երաժշտություն, որի մեջ խորասուզված սիրում ենք, հավատում։ Արվեստը ծաղկազարդ պարտեզ չի։ Շոտ է։
անծայրայցիր անապատ է, Արփեն ջան, ուր մտնում են парքի ծարավից, եւ եթե կարողանում ես հագեցնել քո ծարավը, ուրեմն հասավ մի բարձրունքի։ Բեմում մի հարցի եմ պատասխանել, այսօր ու միշտ, ստացվեց արդյոք երամիասնությունը, երկահանի, խոսքի հեղինակի, երկչի, վերջապես զրույցը կայացավ ունկնդրի եւ իր միջև, չեք լսում, ասում է, չեք տեսնում, ախր խոսել էի ուզում, ի խորոց սրտի։ Եվ այս ճանապարհին նրան ուղեկցում են նարեկյան խորհուրդները։ Թող որ հրճակված հասնի ազգերին, ժողովուրդներին քարոզվի իլուր, տպվի դռներին բանականության։ Աղոթում ու երգում է Նայրուհի Ալավերդյանը։ Եվ ամբողջ աշխարհին ասենք, եղել է Արցախը, կա եւ կլինի հավերժական։ Գուցե թե հույզերի այդ շաղախից էլ ծնվում են երկչուհուն նվիրված ձոներքերն ու բանաստեղծությունները։ Առատ այդ ցանկից, որպես վերջաբան հիշենք Սոկրատ Խանյանի խոնարհումը։ Երբ դու չես երգում, կարոտում ենք քեզ, երբ դու երգում ես, մեզ ենք կարոտում։ Քեզ ժողովուրդն է մեծարում այսպես, ձուլվել եք իրար Արցախը եւ դու արև ես եղել, արև էլ մնա, հոգուտ մեջ առատ երգը մանանա։ Իմ Ղարաբաղ շողուշապահ հայրենի երկիր, հերվից նորից գիրքեմ եկող մորբեցին ձեռքին, ուր եղել եմ քո տեսքին եմ կարոտել անվեր, հեռացել եմ ու մնացել անցյալ գրքի մեջ, ուր եղել եմ քո տեսքին եմ կարոտել անվեր, հեռացել եմ ու մնացել անցյալ գրքի մեջ, ուր եղել եմ քո տեսքին եմ կարոտել անվեր, հեռացել եմ ու մնացել անցյալ գրքի մեջ։ Իմ հացու հայրենի երկիր, դիրքդ եկած որդուտ համար օրորդ երկիր, թողին սիրոն ուվ եմ հողին ծաղկի պես գուրեր, ծաղի կարնամում այրական կուրսը